Pedro Zarukyan Ուրեմն այս անկարծիքին որ սա բացարձակապես իրավապահ մարմինների գործառույթն է եւ այս նախաձեռնով դուք ապացուցում եք որ այս երկրում իրավապահ մարմինների ինստիտուտը չեն աշխատում որտեղ եթե իրոք աշխատեն 7 տարվա մեջ այս հարցի լուծումը մենք վաղուց ստացած կլինենք միայն բանը որ դուք կարեք անեք այս պահին այս դուրսում նախին քաղաքապետարանի նկարների տակը դրեք քանի հատ մանկապարտեզ են թալանել Էդի ես գոհ կլինեմ, եթե այդ քանակարակ անեք։ Հիմա իմ հարցը վերաբերում է 2019-ին այս քաղաքապետարանը երկու մանկապարտեզ հաջողվեց պայմանագրով վերադարձնել քաղաքապետարանին, մեկը նախկին 110-ին մանկապարտեզի շենքն էր, որ կարծես Աջափնյակում էր, եւ մյուսը Վերոնիկայի մանկապարտեզը Մալացիա Սեբաստիանում վերադարձեց։ Որքան որ գիտեմ, Վերոնիկայի մանկապարտեզը լավ նորմալ վիճակում է, բայց մինչև օրս չի աշխատում, մանկապարտեզ չի ստացվել։ Հիմա ինչ է այս երկուսի իրավիճակը, նախկին 110-ը եւ Վերոնիկայի մանկապարտեզի վիճակը։ Պարոն Զարուկյան, ձեր տված հարցերը իրական նախագծի էության հետ կապ չունի, այսինքն դուք այլ մանկապարտեզների մասին եք խոսում, որոնք որ վերադարձվել են, դրանց վերանորոգման պլանի հետ կապված ես այս բային հստակ այսինքն այլ համապատասխան պաշտոնյակով պետք է պատասխանի այդ հարցին, խնդրում եմ ինձ նախագծի մասին հարց տվեք, եթե ունեք։ Արձագանք։ Ուրեմն այսինքն էլի նորեն շոու եք անում, հիմա ասում եք ուզեք մանկապարտեզը հետբեք, այն երկու հատը հետ եք բերել, արդեն 5-6 տարի հետ եք բերել, նստեք ձեր հետևների վրա շշմած չգիտեք ինչ եք անում, հետ եք բերել, դրեք աշխատացեք։ Երկու հատ էլ հետ եք բերել, չեք կարող աշխատասեք, հիմա ինչի մասին եք խոսում, դուք ունակ չեք աշխատելու։ Ես կարիք չեմ գտնում արձագանքելու Բամբուկչյան 1 րոպեվա Վերոնիկայի մասով, պարոն Զարուկյան, մենք քննարկել ենք շինբարեկարգման վարչության հետ եւ ներկապահին նախապատրաստվում է նախագիծ, որպեսզի ունենանք նախագիծ եւ հետագայում մանկապարտեզը սկսի գործել 119-ի մասով էլ հավելյալ կարող ենք ձեզ տեղեկացնել շնորհակալություն Վերոնիկան 3-րդ վթարայնության աստիճան ունի պարոն Զարուկյան, այսինքն համրացման աշխատանքներ պետք է տեղի ունենան եւ նաեւ հիմնանորոգման, այսինքն այնպես չի որ լրիվ լավ վիճակում է